Աստված ասում է ում հարազատ եմ տեսնում, նրան էլ խրատում եմ։ Եթե Աստված ձեզ խրատում է, եթե դուք խրատ եք ընդունում, ուրեմն հարազատ եք։ Եթե էլ չի խրատում, ուրեմն խորթ եք։ Ո՞վ է ուզում խորթ լինի։ Ոչ մեկ։ Ես ուզում եմ հարազատ լինեմ։ Տեր, խրատիր ինձ։ Տեր, խոսիր ինձ հետ, իմ սխալները ցույց տուր։ Լճանում է մարդու հոգևոր կյանքը, երբ որ ասում է, դե էլ ինչ փոխվեմ։ Այսինքն այնքան լավն եմ արդեն, այնքան ամեն ինչ կարգավորված է, դե հələ նայ սրան, գիտեք մարդիկ ովքեր խրատ չեն ընդունում, ինչ են ասում։ Մոտենում ես, ասում ես, այս ինչ բանը ուղղի, ասում է, այլ մարդ չկա ինձ էս մոտեցել։ Է ուրիշների թերությունները չես տեսնում, կենտրոնանում ես հենց ին վրա։ Չէ։ Դու ասա, ճիշտ եմ ասում, թե ճիշտ չեմ ասում։ Դու մի ին հələ քո թերությունների վրա աշխատի, նոր կգաս ինձ այս մարդը խրատ չի ընդունի։ Միշտ պատճառաբանություն կա ինչու մերժի խրատը։ Ճշմարտությունը ընդունել եւ խոսել։